Որն էր այն պատճառը, որ դու որոշեցիր, որ Շվեյցարիից պետքա վերադառնաս Հայաստան։ Կախարդական փայտի կա պրակտիկորեն հայտնվել, որով կարաս ինչ ասես անես, բայց մարդիկ խաբար չեն։ Այն փոքր ջանքը նույնիսկ որ դնենք, դրանով մեզնից յուրաքանչյուրին անգամներով ավելի արդյունավետ կդարձնենք։ Ոլորտի մասնագետ լինելով գիտեմ, որ հեսա շատ արագ աշխարհը փոխվելու է, աշխատաշուկան է փոխվելու, տնտեսությունն է փոխվելու, դրանից ընդհանրապես մարդկանց կյանքն է պրակտիկորեն անճանաչելի փոխվելու, բայց մարդիկ sense որ փողոցով քայլում են, տեսնում մարդիկ իրանց համար հանգիստ նստած են, ինչ որ կաֆեներում զրուցում են խառը թեմաներով եւ այլն։ Իրական չեմ ասում, որ պետք չի զրուցել, բայց մի տեսակ այդ զգացողությունը չկար, որ sense մարդիկ գիտակցում են, որ աշխարհը իրանց աչքի առաջ հեսա փոխվում է։ Իսկ ինչ հմտություններ են հիմա, որ առաջ օրինակ չկային կամ որն են հիմա այդ survival հմտությունները, որ մարդ պետք է իմանա, որ կարողանա ժամանակակից աշխարհում պահանջված լինի, իր տեղը գտնի եւ այլն։ Խնդիր ադրված, այդ խնդիրին պիտի հասնես, ոնց ուզում ա լինի։ Հանկարծ չմտածես, որ հիմա սովորեցի, վсё, ինձ հետո պետք չի լինելու ուրիշ բան սովորել, սրանով սաղ կյանքս աշխատելու եմ։ Տենց բան գոյություն չունի, չի լինելու, բացառում է, որ այդ լինի։ Շատ դեպքերում միան կարող չիմանան էլ, որ այս process-ը հնարավոր է AI-ով արդեն ավտոմատացնել։ Իրանց թվում է, թե շատ ինչ-որ սպეციფიկ խնդիր է, շատ բարդ խնդիր է, որը AI-ը չի կարողանա անի, կամ նույնիսկ չեն նկատում, որ այդ իրանց մոտ կրկնվող խնդիր է։ Մարդիկ կան, որ ինչ-որ բան վերցնում են, որը իրականում այդ գործի համար լավագույն գործիքը չի, ասում են, դա չի աշխատում, в общем։ Ոնց որ շատ པարզ միտք է, էլի, որ դու ունենաս ավելի շատ հմտություններ, կարողանաս ավելի մեծ արժեք ստեղծես, ավելի շատ գումար կկարողանաս դրա դիմաց ստանաս, ունենաս եւ այլն։ Պատկերացրեք ինչ որ կազմակերպություն որոշեր, որ ինքը համակարգիչ ու ինտերնետ չի օգտագործելու։ Բիզնեսները շատ ավելի լավ են գիտակցում այս մեծ փոփոխությունները, որ գալիս են, քան թե առանձին մարդիկ։ Այդ մտահոգությունը եւ ամենամեծ մտահոգություններից մեկն է AI-ի հետ կապված, որ մարդիկ վախենում են, որ առանց գործ կմնան։ Շատ է խոսակցություն, որ Հայաստանում AI-ի զարգանում է, տարբեր ինչ-որ բաներ են, պրոյեկտներ են տեղի ունենում։ Մենք մեզ գերագնահատում ենք, թերագնահատում ենք, որտեղ ենք մենք գտնվում քո կարծիքով։ Ողջունում եմ ձեզ iCast podcast-ի տաղավարում, մեր այսօրվա հյուրն է Արշակ Ուլուբաբյանը, ով հանդիսանում էր Արմենիա ակադեմիայի կրթական նախագծերի ղեկավարը։ Բարև Արշակ ջան։ Բարև Հայկ ջան։ Ոնց ես։ Շատ լավ։ Դու ընդհանրապես ապրում ես Շվեյցարիում։ Ու ինձ միշտ այդ հարցը հետաքրքրում է, որովհետև ես շատ երկար տարիներ խրախուսել եմ ռիպատրիացիան Հայաստան, որն էր այն պատճառը, որ դու որոշեցիր, որ Շվեյցարիից պետքա վերադառնաս Հայաստան։ Դե սկսեմ նրանից, որ իրականում մի 10 տարի եմ այնտեղ ապրել, այսինքն ես ծնվել մեծացել եմ այստեղ աշխատանքային գործունեություն եմ ունեցել։ Հետո աշխատանքային հրավերով եմ գնացել Շվեդիա, ուղղակի շատ ոնց որ հետաքրքիր աշխատանքային առաջարկ եղավ, ինձ հետաքրքիր գնալ այլ մշակույթում աշխատել, այլ մշակույթի հետ ծանոթանալ, հենց նաև պրոյեկտը, որ գնացել է շատ հետաքրքիր էր, բայց երբեք տենց չեմ ճիշտ ասած նախատեսել, որ ես գնում եմ ինչ որ գաղթում եմ Հայաստանից, այսինքն նույնիսկ հակառակը մտածում էի, որ 1-2 տարի այնտեղ կապրեմ, հետ կգամ։ 1-2 տարին 10 տարի դարավ։ 1-2 տարին տենց եւս մի տարի, ու տենց դարավ 10 տարի, իրականում այնտեղ սկսեցի արդեն իմ սեփական կազմակերպությունը, IT ստարտափը հիմնել, այլ AI consulting եւ այլն, մի խոսքով տարբեր գործերի մեջ մտա ու տենց ծավալվեց դարավ ինչ որ պահի 10 տարի։ Ինչ որ պահի արդեն բարթացավ հետ գալը, բայց ինչ որ պահ եղավ, որ հետ եկար, ոնց դա ստացվեց։ Հա, իրականում, հա, տենց քանի գնում, ոնց որ ինչքան երկար ես մնում, այնքան ավելի շատ տենց կապեր է ստեղծում այնտեղ ու ավելի դժվար է լինում գալը։ Բայց ինչ որ պահի տենց զգացողություն եղավ, որ հերիք եղավ, որ եղավ կոպիտ ասած, ու նաև իրականում պատճառներից մեկը այն էր, որ ինձ շատ հետաքրքրում է կրթությունը, կրթության տրանսֆորմացիան, ընդհանրապես մարդու պոտենցիալի ռեալիզացիան ավելի լայն իմաստով, ու երբ որ ես աշխատում էի IT ոլորտում, տեխնոլոգիաների ոլորտում, մոտս տենց զգացողություն ինչ որ պահի եղավ, որ ոնց որ տարիները անցնում են, ես այս ոլորտում եմ աշխատում ու հանկարծ ասենք մեկ է տենց զգացողություն չլինի, ինչ որ մահվան մահճում մեկ էլ զգամ, որ ոնց որ
կզգացի, որ եթե ես ասենք տենց ամբողջ կյանքս ստեղ աշխատեմ ու կրթության ոլորտ չմտնեմ, ափսոսալու եմ, որ իմ կյանքը ճիշտ ուղղությամբ չեմ ոնց որ դրել։ Հասկացա։ Ափսոսալու եմ, որ կրթության մեջ որևէ բան չեմ արել։ Ու հետո հայտնաբերվեց Արմենիա ակադեմիան, ու դու միանգամից տեղ հայտնվեցիր։ Չէ, իրականում տենց չի եղել, հա, չէ, տենց չի եղել։ Իրականում ես տենց հետ եկա Հայաստան այն մտքով, որ Հայաստանում պետքա մտնեմ կրթության ոլորտում զբաղվեմ։ Ու այդ ընթացքում սկսեցի ուսումնասիրել, հասկանալ որտեղ կլինի իմ ամենամեծ ոնց որ ներդրումը, ազդեցությունը, լիքը գաղափարներ ունեի, թե ինչպիսին պիտի լինի ժամանակակից կրթությունը, ու սկսեցի արդեն ուսումնասիրել տարբեր ոնց որ մասերով, որտեղ կարամ իրականացնեմ այդ ամեն ինչը։ Սկզբում ինչ որ գաղափար կար, ինչ որ կուրսեր սկսել, դրանից անվանում էի 21-րդ դարի survival skills, 21-րդ դարում գոյատևման հմտություններ, որտեղ մի շարք տարբեր հմտություններ պետք է ներառվեն, որովհետև տեսնում էի, որ ամեն դարում իրական տարբեր այդ գոյատևման հմտությունները տարբեր են։ Օրինակ 100,000 տարի առաջ այդ հմտություններից եւ ամենակարևորները ջունգլիում վայրի բնության մեջ ողջ մնալն էր, հա, չգիտեմ, վագրի հետ համատեղ ոնց որ համակեցությունը կազմակերպել է եւ այլն, բայց հիմի մեզից ոչ մեկ տենց շատ չի անհանգստանում, որ այ ջունգլիում չենք կարողանա մի օրից ավելի երևի դիմանանք, վատ չէր լինի, որ բոլորս այդ հմտությունները ունենայինք, հա, բայց մեր առօրյայում մեր գործունեության մեջ մենք չենք զգում, որ այդ սկիլը որ չունենք, այդ հմտությունը որ չունենք, մեզ հետաքրքրում կամ մեր համար կյանքին վտանգ ասպառնում։ Ու տենց ոնց որ այդ հմտությունները փոխվում են։ Միջնադարում քաղաքային մարդու համար գուցե սուր գործածելը, զիգշելն էր շատ կարևոր հմտություն, որ եթե չգիտես, տենց կյանքում շատ առաջ չես գնա։ Կամ էտիկետ ասենք են։ Հա, սպանեն քեզ։ Չնայած Հայաստանում հիմա էտի կարևոր է, իմանալ։ Բայց քանի գնում իրականում կճանում է այդ կյանքին սպառնացող ռիսկերը, եթե օրինակ ես ինչ բանը չիմանաս եւ այդ տիպի խնդիրներ չկարողանաս լուծես, ու տենց ժամանակի ընթացքում փոխվում են այն կարևոր հմտությունները, որը մարդուն անհրաժեշտ է կյանքում ռեալիզացվելու, իր նպատակներին հասնելու համար։ Մի դար առաջ երևի սկսեց ավելի շատ կրիտիկական դառնալ գրագիտությունը բառացիորեն, այսինքն գրել, կարդալ, իմանալը, ու տենց սկսեց օրինակ Սովետում տենց ակտիվ լիգբես սկսեց, ու ընդհանրապես աշխարհում սկսեցին դպրոցները բացվել, գրագիտություն եւ այլն։ Այդ ամենակարևոր հմտությունները, այդ որ պիտի իմանաս, որ կարողանաս կյանքում ռեալիզացնել։ Որ բանի հասնես, հա։ Եթե դա չունես, չես հասնի, եթե դա ունես, կարող է հասնես, այդ հասնես, հա, այդ բազա է, հա։ Անհրաժեշտ, բայց ոչ բարբառ հմտություն է, չէ։ Հիմի պետքա մենք, բայց այդ ոնց ասացի, փաստորեն փոխվում է, դարից դար փոխվում է այդ հմտությունները, ու չնայած մենք տենց կարճ ժամանակում, որ սենց նայում ենք, մեզ թվում է, ասենք գրագիտությունը այդ հավերժ բան է, որ միշտ եղել է լինելու է, բայց իրական տենց չի եղել, նախկինում տենց չի եղել, ու այդ ցուցակը անհրաժեշտ հմտությունների փոխվում են։ Հիմա այդտեղ հարց առաջանում, օքեյ, 21-րդ դարում ժամանակակից աշխարհում որոնք են այդ ամենակարևոր հմտությունները, արդյոք փոխվել են նրանից, ինչ որ, չգիտեմ, ասենք 50 տարի առաջ որոշել են ու տենց կամ 100 նույնիսկ առաջ մեր այսօրվա ֆորմալ կրթության համակարգը ըստ էության ահագին շուտ է հիմնվել, ստեղծվել, ու այդ ցուցակը առարկաների, թեմաների, հմտությունների, որ որոշել են որ դպրոցում պետք է անցնել, ըստ էության ահագին հին է, ճիշտ է, ինչ որ փոքր ապդեյթներ լինում են, բայց կարծում եմ հատկապես AI դարում, այսինքն երբ որ AI-ը մտնի մեր կյանք ու աշխարհը ասենց էականորեն իմ կարծիքով փոխվելու է, այդ հմտությունները փոխում են, էլի, ցուցակը պետք է վերանայել կոպիտ։ Իսկ ինչ հմտություններ են հիմա, որ առաջ օրինակ չկային, կամ որն են հիմա այդ survival հմտությունները, որ մարդը պետք է իմանա, որ կարողանա ժամանակակից աշխարհում պահանջված լինի, իր տեղը գտնի եւ այլն։ Դե ամենակարևորներից կարելի ասել ադապտացվելու ունակությունը, որովհետև աշխարհը քանի գնում ավելի ու ավելի արագ է փոխվում, ու պետքա ճկուն լինես, ադապտացվես, ու շատ կարևոր է դառնում խնդիր լուծելու, այսինքն նպատակ դնելու, այդ նպատակին հասնելու հմտությունը, mindset-ը, որ ոչ թե դու անում ես ինչ որ այս process-ում մի կտոր դու արեցիր, եւ իմ գործը արված է,
այլ որ դու խնդիր ադրված, այդ խնդիրին պիտի հասնես, ոնց ուզում ա լինի։ Ինչ որ եթե քեզ պետք է այս ինչ հմտությունը կիրառել, այս ինչ գործիքը կիրառել, եթե պետք է։ Առաջ մենակ ձեռնարկատերներն էին տենց ոնց որ մտածելակերպ ունեին, հիմա ստացվում է որ բոլորը պետք է ձեռնու տենց լայն իմաստով ձեռնարկատեր լինեն ստացվում է, հա։ Հա, իրականում ճիշտ ես ասում, հենց այն ժամանակ ոնց էր ձեռնարկատերերը քաղաքական գործիչները, չէ, գուցե գիտնականները ինչ որ դեպքերում իրանց գործներ, խնդիրներ ձևակերպել, նպատակներ դնել, հետո մնացածին հավաքում էին, համոզում էին, ասում էին, օքեյ, դու այս կտորը կանես, դու այս կտորը կանես, այնց նեղ մասնագիտություններով հանձնարարություններ էին տալիս, մյուսները կատարողներ էին լինում։ Բայց հիմա աշխարհը շատ արագ փոխվում է, շատ ավելի դինամիկ է դառնում։ Կատարողների կարիքը պակասում է։ Պակասում է, որտեղ AI-ը կարողանում է այդ ավելի ուժ կտոր գործերը կոպիտ ասած AI-ը կարողանում է անի ու արդեն ձևավորվում է կարիք այդ ճկուն մարդկանց, որոնք արդեն տարբեր AI գործիքներով, AI ագենտներով եւ այլն կկարողանան նպատակներ դնել, իրանք իրանց հարցնել, ես ինչ խնդիր եմ այս աշխարհում ուզում լուծեմ, ու այդ խնդիրը լուծելու համար արդեն այդ տարբեր գործիքներ կիրառելով հասնել նպատակին, այսինքն մեզից յուրաքանչյուրը դառնում է այդ խնդիրի ձևակերպողը, էլի, ու հենց AI-ի դարում, երբ որ մտածում ենք, լավ, բա ինչն է մարդու մնում, լիքը AI-ը տարբեր առաջադրանքներ սկսում ավելի լավ մարդուց անել, հենց իրականում հենց այդ է, որովհետև իրականում մենք ուզում ենք ստեղծել աշխարհ մարդկության համար առաջին հերթին, որ մարդկությունը այդ աշխարհում իրան լավ զգա, ու հետևաբար մենք պիտի ձևակերպենք ինչպիսի աշխարհ ենք ուզում ստեղծենք, մեզից յուրաքանչյուրը պիտի այդ ձևակերպման մեջ ներդրում ունենա ու նաև հասնի դրա իրականացմանը արդեն AI գործիքներով AI կարա առաջադրանքը տաս ինքը անի, բայց AI չպիտի որոշի թե մենք ինչպիսի աշխարհում ենք ապրում, մենք մարդկությունը պիտի որոշի։ Բայց այդ survival skill-երի կուրսը լանչ չարեցի։ Իրականում հա, եթե հարցեցիր ինչ է իր մեջ ներառնում, այդ ոնց ասեցի խնդիր ձևակերպել, ադապտացվելու ունակություն, անալիտիկ մտածողություն, նաև այսօրվա կյանքում լիքը ավելի պրակտիկ հմտություններ կան, օրինակ ֆինանսական գրագիտություն կա տեղ, մարդու ֆիզիկական ու հոգեկան առողջության հիմունքներ, որը օրինակ Հայաստանում կարծում եմ շատ ցածր մակարդակի վրա է, մարդիկ հատկապես մենք գտնվելով շատ դժվար աշխարհակաղակական ոնց որ ռեգիոնում պատերազմ եւ այլն, էմոցիոնալ հոգեկան աշխարհի կարգավորումը շատ կարեւոր է, որ մարդը կարողանա ինքը իրան հասկանա իր հետ ինչա կատարում այդ ամբողջ դժվար իրավիճակներում իր մոտ ինչ տրավմաներ են ելնում, ինչ վայրիվերումներ են ելնում եւ այլն։ Նաև ֆիզիկական այսօր ֆիզիկական առումով էլ մարդկանց ապրելակերպը շատ անառողջ է ու տարական գիտելիքների բացակայությունից է այդ գալիս էլի կոմունիկացիոն հմտությունները շատ լայն իմաստով կոմունիկացիոն, որովհետեւ լիքը առումներով մենք մեր մոտ ահագին ցածր է այդ կոմունիկացիոն հմտությունները էականորեն հատկապես Շվեդիայից գալուց հետո իմ համար շատ ակնհայտ էր որ այդտեղ լիքը բաց ունենք էլի դե դրա համար տենց հեշտ է ոնց որ մեր հասարակության մեջ ատելություն է տարածել որովհետև կոմունիկացիան լավ չի աշխատում իրար չենք հասկանում իսկ մենք իրար ատել հենց մարդկանց զուտ անձնական կյանքում իրար հետ կոմունիկացիոն հմտություններն է աշխատանքի տեղը, ասինքն աշխատանքի մեջ իրար հետ համագործակցելը, թիմային աշխատանքը, քո գաղափարները ներկայացնելը, օրինակ, չգիտեմ, ուսանողներին կամ նույնիսկ տարբեր օրինակ ստարտափ էկոսիստեմում, երբ որ տեսնում եմ մարդիկ պետք է ներկայացնեն իրանց իդեան, իրանց պրոյեկտը եւ այլն, ինչքան ցածր մակարդակի է այդ ներկայացումները լինում, դա էլ է կոմունիկացիոն հմտություն է։ Թիմային աշխատանքում մենք սպորտում ինդիվիդուալ սպորտերում ահագին լավ է, բայց թիմայինում ահագին կարողում ենք, դա էլ է իրականում իրար հետ համագործակցելու, կոմունիկացվելու հմտություն։ Ու այդ հմտություններից ոչ մեկը իրականում ոչ դպրոցում, ոչ համալսարանում համարյա տեղ չունի, որ նայում ենք այսօրվա կրթությանը։ Ու այդտեղ էր որ գեփը որ դու տեսել ես։ Հա, այդ ամեն ինչը տենց ես մի հատ ահագին ցուցակ էի կազմել։ Դրա մեջ մտնում է նաև իմիջիալոց բանը ծնողավարությունը ծնող լինելով համարյա բոլորը ծնող են դառնում, այդ ամենակարևոր միսիաներից մեկն է, չէ՞, մարդու, որ նոր սերունդ ստեղծի ըստ էության, ուտեղ դպրոցից առաջին հերթին ամենակարևոր դերը հենց ծնողն է ունենում, բայց այդ ծնող լինելու հիմքերը ոչ միտեղ չեն սովորացնում։ Նույն ձևի ֆինանսական գրագիտությունը եւ այլն մնացած բոլոր ուղղություններով, հա ինչ որ բաներ ինչ որ կա դպրոցում որ սովորացնում են, բայց առնվազն ոչ այն մակարդակի, ոչ այն ֆոկուսով էլի, ոնց որ թե այդ առարկաներ, որ սենց առանձին առնում է, անցնում ենք,
այդ ցուցակը ոչ մի ձևով ֆոկուս չի էլի։ Ու հենց տեղ էի բացը տեսնում ու իրականում սկսեցի սկզբից տենց մտածում էի այդ ուղղությամբ, որ տենց կուրսեր սկսեմ, հետո սկսեցի մտահոգվել, որ իսկ եթե տենց կուրսեր սկսեմ այն մարդիկ, որ ամենաշատն է իրանց պետք Տիրախային խումբը, տիրախային խումբը արդյոք գիտակցում է, որ իրան այդ գիտելիքները, այդ հմտությունները պետք են, թե չէ։ Ու տենց ահագին տենց փորձում էի գտնել որտեղից է պետք կպնել։ Նույնիսկ սկսեցի ուսումնասիրել արդեն Հայաստանում դպրոցները, մասնավոր դպրոցները, նույնիսկ սկսեցի մտածել մանկապարտեզների մասին, հանդիպում էի տարբեր մանկապարտեզների դպրոցների տնօրենների հետ, ֆաունդերների, հիմնադիրների հետ եւ այլն, փորձում էի հասկանալ ինչ կա դաշտում, ինչ կարիքներ կան, նաեւ ծնողները ինչ են մտածում, ոնց են մտածում, ինչի կարիք են զգում։ Մի խոսքով տենց սկսեցի ահագին այդ թեմայով ուսումնասիրել, բայց տենց հələ կպնելու տեղերը չէի գտնում։ Ռեարմենիային ոնց եկավ հասավ ամեն ինչ։ Մասնակցում էի իրական անցած տարի տենց մի քանի տարբեր AI կոնֆերանսներ են եղել, ու տարբեր կոնֆերանսներ, որոնք մի մասը հենց AI-ին ուղղված են, մի մասը AI այս տարի արդեն ոնց որ անցած տարի արդեն AI ուղղվածություն ունեն, ուրիշ թեմաներով էին, բայց AI ուղղվածություն ունեն տեխնոլոգիական թեմաներով։ Ու զգացի, որտեղ հաճախ գալիս են մարդիկ ելույթ են ունենում, տարբեր թեմաներով քննարկում են AI-ի հետ կապված, բայց մի տեսակ շոշափելի ոնց որ չլինեն այդ թեմաները քննարկումները, ինչ որ շատ վերացական հաճախ պոլիսիներից են խոսում, մի տեսակ ոնց որ ոչ այնքան տեխնիկական են, որ այդ ոլորտի մասնագետներին շատ հետաքրքիր լինի, ոչ այնքան մատչելի են, որ լայն հասարակությանը հետաքրքրի։ Իսկ այդտեղ ես ահագին բաց էի տեսնում, էլի շատ ուժեղ բաց եմ տեսնում իրականում, որտեվ որ գիտեմ, ես այդ ոլորտի մասնագետ լինելով գիտեմ, որ հեսա շատ արագ աշխարհը փոխվելու է, աշխատաշուկան է փոխվելու, տնտեսությունն է փոխվելու, դրանից ընդհանրապես մարդկանց կյանքն է պրակտիկորեն անճանաչելի փոխվելու, բայց մարդիկ sense որ փողոցով քայլում են, տեսնում մարդիկ իրանց համար հանգիստ նստած են, ինչ որ կաֆեներում զրուցում են խառը թեմաներով եւ այլն։ Իրական չեմ ասում, որ պետք չի զրուցել, բայց մի տեսակ այդ զգացողությունը չկար, որ sense մարդիկ գիտակցում են, որ աշխարհը իրանց աչքի առաջ հեսա փոխվում է։ Ու Տիտանիկի զգացողություններ են, որ Տիտանիկի վրա մարդիկ պարտի են հանում, բայց հեսա գնում է այսբերգին խփի։ Իրականում հուսով եմ, որ կարծում եմ, որ այսբերգի խփելու տենց վատ իմաստով այսբերգին խփել չի լինելու, այդ իրականում շատ մեզնից է կախված, այդ հնարավորությունները մենք ոնց կօգտագործենք, ահռելի որ հնարավորություններ են կան, այդ աշխարհը փոխվում է, բայց եթե չօգտագործենք, կարա նաև այդ այսբերգին խփել լինի։ Ու տեղից իմ մոտ այդ կարիքը զգացվեց, ոնց որ շատ անհանգստանում էի ես ոնց որ մարդկանց հատկապես հայերի համար, որ մարդկանց պետք է տեղեկացնել, պես հզոր գործիք է, կախարդական փայտիկ է պրակտիկորեն հայտնվել, որով կարաս ինչ ասես անես, բայց մարդիկ խաբար չեն, ու տեղ ոնց որ այդ միտքը առաջացավ, որ արժի ինչ որ մի ձևի գուցե հենց այդ քանի որ այդ կոնֆերանսներից էի զգում, որ ինչքան ոնց որ disconnected է, մտածում էի գուցե կոնֆերանս արժի մի հատ անել, հենց լայն հասարակությանը ուղղված, որ մարդկանց ցույց տանք, թե ինչ նոր հնարավորություններ են բացվում։ Ու այդ մասով հենց քննարկում էի այդ կոնֆերանսներից մեկի ժամանակ, որ մասնակցում էի Հրանտ Խաչատրյանի հետ, տենց ասում ես կոնֆերանսը ինչի մասին է, ոնց որ ում է ուղղված, տենց ասում հա, չգիտեմ, տենց սկսեցին քննարկել, մեկ էլ այդ կազմակերպիչներից մեկն էր անցնում, իրան տենց բան արեցին, կանգնացրեցին, հարցրեցին, ասում են, ի՞նչ ես կարծում ես, ում է ուղղված ես կոնֆերանսը։ Եվ ինքը կարողացավ բացատրել։ Սկսեց բացատրել, իրականում sense ոնց որ բարձր մտածելով սկսում էր բացատրել, ինչ որ պահի ոնց որ խոստով անեց, ասում է, հա, լավ հարց եք բարձրացնում, շատ վստահ չեմ։ Ոնց որ այդտեղ, հա, ոնց որ իմ համար ակնհայտ էր, որ պետք է ինչ որ մի բան անել, Հրանտի հետ ասցինք, հա, արժի անել, հաստատել անենք բան։ Հետո ինչ որ ժամանակ հետո որ էլի բզում էի Հրանտին, Հրանտը ասում է, գիտես, շատ լավ թեմա է, բայց ես նայում եմ իմ ցախ բռնած գործերը, չեմ կարծում, որ եւս մի բան կարամ վերցնեմ ու նորմալ հասցնեմ ժամանակային առումով անել ռեսուրսներով, ասում, բայց ես քեզ նապարնիկ կգտնեմ։ Ու տենց ինչ որ պահի մեկ էլ ծանոթացրեց Գևորգի հետ Ռեարմենիայի,
հենց այս հանդիպեցինք մի անգամից ինձ զգացվեց, որ լրիվ նույն mindset-ի ենք, համ AI-ի մասով իրականում, համ ընդհանրապես կրթության տրանսֆորմացիայի մասով զգացինք, որ շատ մոտ են գաղափարները, պատկերացումները ու արժեքները ու տենց ասենք թե եկեք մի բանից սկսենք աշխատել ու տենց կպած սկսեցինք իրար հետ արդեն զարգացնել այս ուղղությամբ։ Արմենիա ակադեմիան ինքը ընդհանուր տարբեր կրթական նախագծեր կունենա, բայց սկսվել է IKES բանից, այսինքն AI գրագիտություն եւ AI տարածում բիզնեսներում, հասարակության մեջ եւ այլն։ Ինչի է AI-ը բազիսը։ Առաջին հերթին, որովհետեւ այդ ամենասենց հրատապ ոնց որ վառվող թեմա է ու նաեւ շատ մեծ պոտենցիալ կա իր, այսինքն այն փոքր ջանքը նույնիսկ որ դնենք, դրանով մեզնից յուրաքանչյուրին անգամներով ավելի արդյունավետ կդարձնենք։ Այդ հենց զգացվել էր իրականում մինչև ինձ արդեն Ռեարմենիայում զգացել էին, հենց երբ որ սկսել են այդ ակադեմիան սկսել էր իրական դրամահավաքի կուրսերից, երբ որ դե Ռեարմենիան ընդհանրապես համագործակցությունների հարթակ է ու այդտեղ տեսել են, որ դրամահավաքներ եւ այլն կազմակերպելու ինչ որ մեծ ազդեցություն ունեցող պրոյեկտների առաջխաղացման հարթակա ուտեղ տեսել են, որ երկու տարբեր թիմեր, մեկը որ դրամահավաքի հմտություններ ունի, մյուսը չունի, ոնց էր, բայց երկուսն էլ լավ թիմեր են, այս մեկը կիմոց ստացվում է, այս մեկի մոտ չի ստացվում, դեռ սկսել են դրամահավաքի կուրսերը։ Այդ դրամահավաքի կուրսերը անելուց զգացել են, որ AI-ը կարող հագին համ այդ կուրսերը կազմակերպելուց ավելի արդյունավետ, ավելի արագ ու որակով անել, համ հենց դրամահավաքի process-ը, այդ ամբողջ գործը կարելի է AI-ով շատ ավելի արդյունավետ անել։ Ու այդ արդյունավետությունը ոնց որ իրանց մաշկի վրա զգացել էին ու տեղից արդեն նաև նկատել են, որ իրական ոչ միայն այստեղ լիք ուրիշ տեղեր կարելի է։ Ու սկսել էր այդ կուրսերը, հետո երբ որ արդեն ես եմ միացա, ըստ էության ես ինքս էլ ոնց որ այդ ահռելի պոտենցիալն եմ տեսնում, որ մարդկանց այդ կախարդական փայտիկ է, ես ռեալ ասենք ես այսքան տարի այդ ոլորտում եմ, ինքս մասնագետ եմ, շատ ներսից հասկանում եմ, թե AI-ը ոնց է աշխատում, բայց մեկ է, ես ամեն անգամ երբ որ տեսնում եմ, թե ինչքան է ինձ ավելի արդյունավետ դարձում, լրիվ ոնց որ ձեռս մի հատ կախարդական փայտիկ է տված, մինչև մի տենց ինչ որ տենց ոգևորված վիճակ է անդադ էլի, ու այդ ոգևորությունը ուզում եմ մյուսներին է փոխանցեմ էլի, ու արդյունավետության առումով ըստ էության հակո հարցին թե ինչի AI, որովհետև իրանով կարանք մենք բոլորս շատ ավելի արդյունավետ դառնանք ու դրանով նաև մեր տնտեսությունը անգամներով ավելի ոնց որ մեծացնենք, մեր երկրի Հայաստանի ազդեցությունը աշխարհում, տեղաաշխարհում էականորեն փոխենք։ Իսկ ինչ է իրանից ներկայացնում այսօրվա դրությամբ IKES բանը։ Ում համար է, ինչ խնդիրներ է լուծում այդ մարդկանց համար։ Լայն իմաստով մենք ուզում ենք ողջ հայությանը AI-ով ավելի հզորացնենք։ Բայց այդտեղ ոնց որ երկու ուղղություն ունենք, մեկը կուրսեր ունենք լայն հասարակության համար ցանկացած մարդ կարող դիմի այդ կուրսերի մասնակցի, ունենք start ու level up կոչված կուրսերը, որոնք start-ը տենց ամենահիմքերն ենք ցույց սովորացնում եւ ունենք արդեն level up, որը մի քիչ ավելի զարգացած թեմաներ ենք ներկայացնում AI-ով ավելի ավտոմատացումներ, AI-ով եւ այլն, մի խոսքով ավելի advanced, ավելի խորացված հմտություններ են մարդիկ ձեռք բերում։ Եվ դրանից բացի արդեն ունենք նաև պրո կուրսեր, այսպես ասած, որոնք որ կոնկրետ ոլորտում են AI-ի կիրառում սովորացնում։ Օրինակ AI-ով video production, AI-ով մարքեթինգը սկսած իր մարքեթինգի պլանավորումից, մարքեթինգային արշավների պլանավորումից մինչև սոցիալ մեդիայի պոստեր, վիզուալ բովանդակություն ստեղծել եւ այլն։ AI-ը ծրագրավորողների համար, այդտենց vibe coding տերմին կա, երբ որ դու արդեն ոչ թե ինչ որ նստած հենց կոդ ես գրում ձեռով, դու այդ ծրագիրը գրում ես, այլ դու ըստ էության AI-ին պատմում ես, թե ինչ ես ուզում ստեղծես, ինչ ծրագիր ես ուզում ստեղծես, ինքը փոխարեն արդեն ծրագիրը գրում է, դու որպես ծրագրավորող կարաս արդեն նայես ինչքանով է լավ արել, ինչ որ ցուցումներ տաս, ուղումներ մտցնես։ Ես ինքս սկսեցի այդ ձևով
աշխատել արդեն հենց երբ որ ես ինքս ծրագրեր էի գրում ու լրիվ վերածվել է նրան, որ ես ուղղակի ինչ որ ստեղն եմ իմ մոտ սեղմում ծրագրից կոմպից մեջ սետափ արած բան կա, որ սեղմեցի ու ես սկսում եմ խոսալ։ Ուղղակի խոսում եմ, sense պատմում եմ, ընդ որում պարտադիրը չի, sense շատ ճշգրիտ ձևակերպեմ մտքերը, sense նստած ոնց որ բարձր մտածում եմ ու այդ բարձր մտածում եմ, հետո իրան տալիս եմ ինքը հասկանում է ինչա պետք անել, արդեն իմ փոխարեն անում է, ինձ մնում է մենակ նայել տեսնել արածը ինձ դուր է գալիս թե չէ, եթե ինչ որ թերություններ կա ուղումներ, ուղղություն տալ իրան եւ այլն, ու տես գործ անել։ Մի խոսքով մի քիչ շեղվեցի, բայց ըստ էության տես տարբեր մասնագիտությունների համար արդեն կուրսեր ունենք, քիմի կուրս ենք պատրաստում օրինակ իրավաբանների համար, իրավաբանության մեջ լիքը բան կարելի է ավտոմատացնել, լիքը բան շատ ավելի արդյունավետ անել AI-ով ու տենց իրավաբանների համար, մարքեթինգի մասնագետների, ծրագրավորողների, project management-ի համար կուրս, product management-ի համար կուրս եւ այլն, ըստ էության ցանկացած ոլորտում կարելի է AI-ով անգամներով ավելի արդյունավետ։ Այդ տրանսֆորմացիան ոլորտային ինքը sense tense տեղի է, չէ՞ ունենալու, այսինքն իրավաբանական կազմակերպությունները sense tense ուշ թե շուտ պետք է այդ AI տրանսֆորմացիան իրականացնեն, թե չէ իրանք չեն կարողանա մրցունակ լինեն այլ իրավաբանական կազմակերպություն, թե տենց չի։ Միանշանակ տենց, հա, մարդիկ հաճախ չեն գիտակցում, մտածում են այդ ոնց որ նախընտրության հարց է, ուզում ես AI անես, թե ասում ես չէ, ոչ իմ ես իմ հին ձևերով կանեմ, ես չեմ վստահում AI-ին։ Իրականում այդ տարբերակը դու պրակտիկորեն չունես ու չես ունենալու, որովհետև եկեք եթե մի քիչ հետ նայենք տեխնոլոգիաների մասով, օրինակ պատկերացրեք ինչ որ կազմակերպություն որոշեր, որ ինքը համակարգիչ ու ինտերնետ չի օգտագործելու։ Պատկերացրեք օրինակ անշարժ գույքի գործակալությունն է, չէ՞, ու ինքը այն ժամանակ ոնց էր ինչ որ գինդում հայտարարություններ էին դնում, տենց ֆիզիկապես գնում մարդկանց հանդիպում պատմում էին, որ sense իրական ֆիզիկապես հանդիպել էլի կա, բայց դրանից առաջ ինչ ա դարել։ Մարդիկ էլ գինդ չեն նայում, մարդիկ մտնում են ինտերնետով, նայում են սիրուն որակով նկարներով, փնտրում են իրանց ուզած պարամետրերի բերում այդ տարբեր տարբերակները, որ իրանց հետաքրքրում է եւ այլն, չէ՞, այդ ամեն ինչը ինչքան ավելի թվայնացված ու համակարգչով ինտերնետով է, չէ՞։ Հիմա պատկերացրեք որևէ կազմակերպություն, որ որոշի, որ ասի, չէ, ես ոչ մի ձևերով թուղթ ու գրիչով այդ գործը կանեմ, քանի օր կմնա շուկայում։ Միանգամից դուրս կգա, չէ՞, որտեվ կլիենտները ուղղակի իրանց մոտ չեն ուզենա շատ իրանց process-ները դանդաղ կլինեն եւ այլն։ Այդ նույն ձևի ասենք նայենք օրինակ թարգմանչական կանտորա է։ Եթե ասենք իրանք մի էջը, չգիտեմ, քանի րոպե ժամում են անում, ասենք։ Ու ինչ փողով են անում, հա։ Հիմա եթե զերով են այդ ամեն ինչը անում, եթե հիմա մի հատ կազմակերպություն AI-ով սկսի թարգմանություն անել, հա, էլի կարող է ինչ-որ մասնագետ ունենան, որը դեռևս կա, հա, վերահսկում պետք է, բայց հիմա իրականում շատ լավ թարգմանություններ են անում AI-ները, եթե ճիշտ AI գործիք ես ընտրում։ Մարդիկ կան, որ ինչ-որ բան վերցնում են, որը իրականում այդ գործի համար լավագույն գործիքը չի, ասում են, ադա չի աշխատում, в общем։ Նաև ինչքան հասկանում եմ, կուրսերը պետք են որ հասկանալ ինչ գործիքը ինչի համար է։ Հա, իրական որտեղ շատ են այդ գործիքները, ասենք 40,000 տարբեր գործիք կա, այտենց կատալոգներ կան էլի, որտեղ մարդիկ գրանցում են տարբեր գործիքներ, AI գործիքներ ու 40,000 բան կա, այդ բոլորը հասկանալ, որ ինչի համար, որն է լավ, որը վատ է։ Հետո մեծամասնությունը իրանցից ոչ մի բան է երևի, այսինքն ուղղակի այտենց կամոդ, ֆեյքոտ ինչ որ բան է։ Գիտես ոնց է, իրականում ոնց է ֆեյք չի ասի, բայց շատ դեպքերում ասենք նույն տակի նույն AI-ով մոդելի վրա ինչ որ տարբեր փաթեթավորումներ, ուրիշ բրենդինգ է, ուրիշ փաթեթավորում է երբեմն զուտ այդ ոնց որ ինչ ֆիչերներ իր մեջ դնես, նույն նմանատիպ գործիքների, տենց տարբերություններ կա, բայց շատ դեպքերում նաև հենց տակ եղածի տարբերություններ կա, ու այդ ամեն ինչը փորձարկել մարդը, որը որ իր ուրիշ գործ ունի անելու, չի կարող ուղղակի ռեալիստիկ չի։ Իրական մեր գործի մի զգալի մասը այն է, որ մեր AI էնտուզիաստները, այս ոլորտում ոնց որ մասնագետները, այս ոլորտով հետաքրքրված մարդիկ, որոնք մեր մոտ full time աշխատում են ամբողջ օրը, իրանք ուսումնասիրում են այդ բոլոր գործիքները, դրանց մեջից ֆիլտրում են լավագույնները, հետևում են բոլոր տրենդերին, նաև ոնց որ մասնագիտական տարբեր խմբերում եւ այլն հետևում են, տեսնում են որն է լավ, որը վատ, փորձարկում են դրանցից լավագույնները, ու արդեն ոնց որ մի կողմնա ընտրել լավագույնները, հասկանալ որ գործի համար որն է լավ, մյուս կողմն արդեն մատուցման ձևը։
Այսինքն ոնց մատուցենք մարդկանց, տվյալ ոլորտի օրինակ աշխատողին ոնց մատուցենք, ինչ խնդիրներ այս ոլորտի մասնագետը ունի, որ իրան հենց իր խնդիրների վրա ցույց տանք ոնց օգտագործի։ Այդ իհարկե մի զգալի մասն է նրա, թե մենք ինչ ենք անում։ Դա արդեն պրոկուրսի Այդ պրոկուրսի մասն եմ օրինակ ասում, բայց իրականում նաև այս start to level up-ում մենք լիքը sense փորձում ենք ահագին լայն մարդկանց տարբեր ոնց որ գործառույթներին առնչվող օրինակներով, բաներով ցույց տանք, թե որ գործիքը ինչ ձևերով որտեղ կարա օգտագործվի։ Կրթության մեջ սովորաբար երկու կողմից է գալիս այդ կրթությունը, այսինքն մարդը ինքը որոշում է, որ ինքը պետք է ինքնակրթվի եւ այլն, եւ օրինակ բիզնեսն է որոշում, որ իր աշխատողները պետք է կրթվեն կամ ինքը հենց պետք է ուրիշ ձև սկսի աշխատել, իր process-ները ուրիշ ձև անի, ու դրա համար կրթության պակաս կա։ Բիզնեսի հետ համագործակցություն կա, ոնց է, ինչ է իրանից ներկայացնում։ Կա իրական շատ հետաքրքիր է այս մասը, որովհետեւ հենց այդտեղ փորձից զգացվեց, որ բիզնեսները շատ ավելի լավ են գիտակցում այս մեծ փոփոխությունները, որ գալիս են, քան թե առանձին մարդիկ, որոնք որ այսինքն բիզնեսի decision maker-ները, որոշում կայացնողները, ղեկավարները, որովհետև բիզնեսի ղեկավարելնելով դու նաև շատ ավելի մեծ պատկեր ես տեսնում ընդհանրապես եւ քո կազմակերպության եւ շուկայի եւ ընդհանրապես տնտեսության սովորաբար տնտեսական գիտելիքներն ավելի մեծ են լինում, ավելի մեծ պատկեր են տեսնում բիզնեսների ղեկավարները աշխարհում ինչա կատարվում ու այդքանով շատ ավելի լավ են գիտակցում հենց այս AI-ի արհեստական բանականության տված ահռելի հնարավորությունները ու նաեւ այդ արագ փոխվող աշխարհը, որ իրանք չեն կարող հետ մնան Մյուս կողմում, ոնց որ B2C կողմում այսպես ասած, լայն հասարակությունը շատ հաճախ դեռ չի գիտակցում, իրանց պետքա համոզել, որ փոխվում է աշխարհը, դու պետքա կրթվես, ու ընդհանրապես կարելի ասել, դա գիտակցումը չկա, որ կրթությունը իրականում ներդրում է քո ապագայի վրա ու նաև ինքը շատ ֆինանսական հետևանքներ բերող հստակ հետևանքներ։ Ցավալի է, բայց դեռևս չկա այդ գիտակցումը։ Չնայած ոնց որ շատ པարզ միտք է, էլի, որ դու ունենաս ավելի շատ հմտություններ, կարողանաս ավելի մեծ արժեք ստեղծես, ավելի շատ գումար կկարողանաս դրա դիմաց ստանաս, ունենաս եւ այլն։ Հա, կարծես տրիվիալ միտք է, բայց մարդկանց մեծ մասը կամ չի գիտակցում, կամ այդ գործերի մեջ ոնց որ ծանրաբեռնված այդ ջանքը դժվար է դնելը, չգիտեմ, ամեն դեպքում հաճախ այդ չի գիտակցվում, որ այդ ներդրումը, որ դու շարունակական պիտի անես, ընդ որում եթե նախկինում մարդիկ գնում էին, օրինակ, չգիտեմ, իմ ծնողների սերունդը կամ ավելի հին, ոնց էր դու գնում ես ինչ որ մասնագիտություն էր ընտրում ու հետո սովորեցիր այդ մասնագիտությունը, սերտիֆիկատը ստացար, հետո կարելի գնալ ընդունվեր միտեղ աշխատանքի ու պրակտիկորեն ամբողջ կյանքդ այդ կազմակերպության մեջ աշխատեր կամ շատ փոխեր ուրիշ կազմակերպություն նույն գործը կաներ։ Նույն մասնագիտության մեջ։ Հա, նույն մասնագիտության մեջ նույն ըստեյության հմտությունները ունենալով ամբողջ կյանքդ կաշխատեր։ Հիմա արդեն այդ տենց չի, այսինքն եթե հիմի ես իմ տարիքի տենց պատահական մարդկանց փողոցից հարցնեմ ինչ ես սովորել ինստիտուտում, հիմի ինչ ես անում, կպարզվի որ մեծ մասը ուրիշ բան է անում, ինչ որ սովորել է։ Նույնիսկ եթե նույն մասնագիտության շրջանակներում է, շատ հեռու է այն ինչ անում է նրանից, թե ինչա սովորել, ոնց որ որովհետև իմ կարծիքով 100% մարդիկ կասեն, որ այն ինչ որ իրանք սովորել են, իրանք հիմա համարը ոչ մի ձև չեն կիրառում իրենց աշխատանքը։ Չնչին տոկոսը ասենց ասեմ նույն լավագույն դեպքում, որ կիրառում են, այսինքն այդ համալսարանի տված մասնագիտական հմտությունները դեռ շատ քիչ են, որպեսզի դու աշխատաշուկայում ռեալիզացվես, նույն այդ ամեն ինչ այնքան արագ է փոխվում, տարբեր գործատուները այնքան սպეციფიկ կարիքներ ունեն, թե ինչ է իրանց պետք, իրանց աշխատողը ինչպեսին պիտի լինի, ու այդ կարիքներն անդադ փոխվում են։ Ու AI-ի հետ էլ ավելի շատ է այս տենդենսը զարգանալու, շատ ավելի շատ ու արդյունքում հա այդ նեղ ոնց որ մի հատ մասնագիտություն սովորեցիր ամբողջ կյանքում է դրանով զբաղվելու ես, այդ վերանում է ընդհանրապես։ Ինձ շատ հաճախ հենց մասնակիցները դասերի մասնակիցները հարցում են, ասում են, բա հիմա ես օրինակ ինստիտուտում եմ սովորում, ինչա շարունակեմ սովորեմ, ասում սովորի, եթե քեզ այդ թեման հետաքրքիր է, խորացի այդ թեմայի մեջ, բայց մի հանկարծ չմտածես, որ հիմա ես սովորեցի, վсё, ինձ հետո պետք չի լինում ուրիշ բան սովորել, սրանով սաղ կյանքս աշխատելու եմ։ Տենց բան գոյություն չունի, չի լինելու, բացառում է, որ այդ լինի։ Ու դրա համար իրականում պետք է անընդհատ ներդրում ունենալ այդ մշտական process-ը լինելու, այդ աճելը, ադապտացվելը, նոր բան սովորելը
կրիտիկական է այս արդեն AI դարաշրջանում։ Բայց հա, ցավոք շատերը չեն գիտակցում, բայց բիզնեսները գիտակցում են բիզնեսները դա անհրաժեշտություն է իրանց համար ավելի շատ։ Հա, անհրաժեշտություն է, իրանք հասկանում են, որ եթե իրանք չթարմացվեն, իրանք աշխատողները չթարմացվեն, նոր պահանջներին չբավարարեն, իրանք շուկայից դուրս են գալու։ Ու հենց դրա համար է շատ մեծ հետաքրքրություն կա բիզնեսներից։ Մեզ բիզնեսները, այսինքն եթե մենք պիտի գնանք գտնենք այն մարդկանց համոզենք, որ գան մեր մոտ սովորեն, այս հմտությունները ձեռք բերեն, բիզնեսներն են մեզ գտնում, համոզում, որ մենք իրանց մոտ, իրանց առաջնահերթություն տանք ու իրանց աշխատողներին կրթենք։ Այսինքն շատ ավելի մեծ է բիզնեսներից պահանջն ու ինչ որ կոնկրետ օրինակներ կան, ինչ բիզնեսներն են արդեն իսկ Հայաստանում հետաքրքրված այդ տրանսֆորմացիայով, կոնկրետ ինչ է արդեն արվել, պրակտիկից մի քիչ կիրառականից։ Հա, շատ լայն է իրականում, sense կահույքի արտադրամասից սկսած real estate կազմակերպությունով մինչև խոշոր բանկեր, բոլորին պետք է տելեկոմունիկացիոն կազմակերպություններ եւ այլն, բոլորին պետք է, բոլոր տենց շատ ոլորտներից են էլի մեզ դիմում, ու ասեմ փոքրից մինչև մեծ բիզնեսներ։ Իսկ որն է ֆորմատը համագործակցության այդ բիզնեսների ու ձեր, որ այդ փոփոխությունը իրենց մոտ տեղի ունենա։ Սովորաբար ինչ է լինում, մենք իրանք մեզ դիմում են, ասում են, որ հետաքրքրված են մեր մասին լսել են ինչ-որ լավ բաներ, ու իրանք շատ կարևոր են համարում այս AI ուղղությամբ արհեստական բանականության արդյունավետ դառնալը, իրանք մեզ դիմում են, մենք առաջին կոնտակտը լինում է պայմանավորվում ենք, որ իրար հետ հանդիպենք, քննարկենք, թե իրանց կարիքները որն են։ Հանդիպում ենք սովորաբար կամ զանգով կամ հիմնականում ավելի լավ ալնում, երբ որ ֆիզիկապես հանդիպում ենք իրար հետ, քննարկում ենք, հասկանում ենք իրանց կարիքները, ու տեղ շատ տարբեր են լինում, ոնց որ ինչ ենք որոշում, թե իրար հետ ինչ պիտի անենք։ Կարա սկսի թեկուզ 2 ժամանոց սենց ինտրո կուրսից, երբ որ ուղղակի իրանց աշխատողներին ցույց ենք տալիս թե ինչեր կարող է աշխարհում։ Որ իրանք արդեն իմանալով այդ ամեն ինչը կարողանան դա կիրառեն բիզնեսում հենց իրանց գործի մեջ, ու դա արդեն էֆեկտիվության բարձրացնում։ Հա, որ տարբեր են անգլերենով ասում են low hanging fruit, ոնց որ քիչ ջանքով մեծ արդյունք տվող տենց գործիքները իրանց սովորացնում են։ Ցածր կախված մրգերը։ Հա, ցածր կախված մրգերը, հա, որ հեշտ կարաս քաղես ու օգուտ ստանաս իրանից։ Այդ մեկ, հա, տենց փոքր բաներ ալ, երբեմն նույնիսկ բան ալնում, ինքը քանի որ շատ իրական դինամիկ դասեր են ունում մեր դասերը, տենց լավ աշխուժ են անցնում։ Նույնիսկ անում են օրինակ կազմակերպությունները, նույնիսկ ասում են մենք գնալու ենք թիմով, այսինչ թիմով գնում ենք օրինակ քաղաքից դուրս իրար հետ ժամանակ անցկացնելու այս շաբաթ կիրակի, ուզում ենք մի 2 ժամ դրան տրամադրենք ու մենք գնում ենք 2 ժամանակ իրանց հետ կուրս ենք անում, շատ ուրախ է անցնում, շատ դուր է գալիս մարդկանց համար այդ ծանր ինչ-որ դաս զգացողություն չի լինում իրականում, իրանք շատ հետաքրքրված են լինում, շատ լավ են անցնում դրանք։ Մյուս տարբերակը, որ հենց այդ մեր ոնց որ start ու level up-ն է, որը ցանկացած մարդ կարա գրանցվի, որը մենք պրակտիկորեն ամեն ամիս անում ենք այդ եւ start-ը եւ level up-ը։ Այդ նույն բովանդակությունը իրանք ուզում են, ասում են, այս նույն բանը մեր համար արեք, գուցե ինչ որ փոփոխություններ լինի, ըստ իրանց կարիքների կարող է ինչ որ մի թեմա մի քիչ ավելացնենք, պակասացնենք, նաեւ մենք միշտ աշխատում ենք իրանց ոնց որ use case-երի իրանց աշխատանքային օրինակների վրա բերեն, կարող է նույն գործիքը ծանոթացնենք, բայց արդեն իրանց օրինակների վրա ցույց տանք, թե այս գործիքը ոնց կարող է օրինակ ձեր այսինչ գործառույթը թիմեջ ձեզ օգնի։ Եվ արդեն կան, որ հենց սպეციფიկ կարիքներ ունեն, շատ սպეციფიկ, օրինակ ասենք մի կազմակերպություն, բանկ մեզ հետաքրքրված է, ասում է IVR-ի համար կուրս եմ ուզում, այսինքն որ IVR-ը որն է, որ զանգում ես կազմակերպության, ինչ որ երաժշտություն է միանում սպասելուց, հետո ասում է, ես ինչի համար սեղմեք, ես ինչի համար սեղմեք, ինչ։ Օրինակ այդ գործը, մինչև այդ տենց եկա ստուդիայում պետք է ահագին թանկ ոնց որ ձայնագրվեր, այդ խոսքը երաժշտություն, ինչ որ իրանց համար ինչ որ օրիգինալ երաժշտություն լիներ կամ ոչ օրիգինալ, ինչը ավելի ոնց որ օրիգինալը շատ ավելի լավ կլիներ։ Հիմա այդ ամեն ինչը եւ կարելի է շատ որակով երաժշտություններ ստեղծել։ Նույն տեքստը որակով ձայնի վերածել։ Օրինակ ուզում են այդպես մի հատ կուրս մենք սովորենք այդ անենք։ Կամ մի ուրիշ կազմակերպություն ուզում է ինչ որ վիդեոյով վիդեո բովանդակություն ստեղծի, մարքեթինգային բովանդակություն ուզում են խորանան հենց
AI-ով վիդեո ստեղծելու մեջ կոնկրետ եղել է նույնիսկ հենց մարքեթինգային կազմակերպություն մեզ դիմել է, որովհետև ասում եմ մենք այսպես մի հատ կլիենտ ունենք ու sense խնդիր ունենք վիդեոյով, բայց չենք կարողանում նկարենք բանով, այսինքն տրադիցիոն ձևերով չենք կարողանում նկարենք, շատ թանկանստում լիքը ուրիշ տեխնիկական խնդիրներ ունեն հենց այդ գործը անել տրադիցիոն ձևերով, AI-ով շատ ավելի լավ որակով լինում է անել անհամեմատ ավելի էժան, ասենք 100 անգամ ավելի էժան, էլի ասենց ասեմ, եթե ոչ ավելին։ Ու ասենք իրանք ուզում են հենց այն սպეციფიկ կուրս, ինչ որ մի կազմակերպություն ասում է մեր մարքեթինգի թիմին ուզում եմ upgrade անեմ, իրանց զարգացնեմ, իրանց արդյունավետությունը մեծացնեմ, ուզում ենք ավտոմատացումներ սովորենք մեր բոլոր բաժիններում, ավտոմատացումներով տեսնենք թե ինչ process-ներ կան, որ մանուալ են, ցենց ձեռով արվում են կրկնվող process-ներ են, որ կարանք ավտոմատացնենք։ Ընդ որում, երբ որ ասում են կրկնվող process-ներ, եթե նախկինում ցենց բառացիորեն իդեալական նույն ձևով պիտի կրկնվեր, որ ավտոմատացներ, AI-ը շատ ավելի ճկուն է, այսինքն շատ ավելի ազատ ձևով կրկնվող process-ներ կարելի է ավտոմատացնել։ Իսկ այն ինչ որ օրինակներ, որտեղ որ արդեն դա արել եք, այսինքն այդ օրինակ այդ ավտոմատացման օրինակ process-ի մեջ, ինչ կազմակերպություններ կան, որ կիրառվել է, ինչ արդյունքների է բերել։ Ես կարամ իրականում մեր հենց ցանկալի է։ Հենց մեր թիմը նույն ձևով ոնց որ մի ուրիշ կազմակերպություններ տենց լիքը process-ներ ունի, որոնք կարելի է ավտոմատացնել, չէ։ Հենց մեր կազմակերպության մասին, այսինքն Armenia ակադեմիայի հետ կապված մի բան օրինակ բերեմ։ Օրինակ մենք ունենք customer care բաժին, այսինքն մեր համայնքին, մեր կուրսերի մասնակիցների խնդիրների լուծող բաժին։ Հաճախորդների սպասարկման կարելի է customer care հայերեն խնամքի, չգիտեմ հայերեն ոնց են իրան ասում։ Հաճախորդների խնամքի բաժին։ Հաճախորդների խնամքի բաժին։ Ու այդ թիմ ունենք, որով դրանով զբաղվում։ Ինչ է ալնում, մենք լիքը զանգեր ենք ստանում։ Զանգում հարցում են, օրինակ ասում են, ինչ կուրսեր ունեք, այս կուրսը ուզում եք գրանցվեի, հետաքրքրված եմ հասկանում, օգնեք ինձ հասկանամ, որ կուրսին մասնակցեմ, ինչ որ կարող է ինչ որ տեխնիկական խնդիրներ լինի, բա գրանցվել եմ, ինչ որ այս մասս, ինչ որ այս վիդեո բովանդակությանը ինչ որ չգիտեմ ոնց ստանամ եւ այլն, տարբեր հազարամի տարբեր հարցերով, տեխնիկական հարցերով կարող է դիմեն, հարցեր տան ընդհանրապես մեր կուրսերի մասին ու նաեւ մենք իրականում մեր բոլոր կուրսերից հետո զանգում ենք հատ բոլոր մասնակիցներին, մանրամասն իրանցից կարծիք ենք հարցնում, թե ինչպիսին են մեր կուրսերը, ինչ կփոխեին, ինչից են գոհ, ինչից են դժգոհ, ինչ իդեաներ ունեն եւ այլն։ Ոնց են դրանից հետո այս կուրսը անցնելուց հետո արդյոք իրանք կիրառել են այս հմտությունները, ոնց են կիրառել եւ այլն։ Մի խոսքով շատ մանրամասն իրանցից հարցուփորձ ենք անում, որպեսզի մենք ամեն անգամ իրական մեր կուրսը ամեն անգամից հետո էլ ավելի լավացնում ենք։ Հիմա այդ process-ը մինչև այդ Ձերով էին անում, զանգում էին, այդ զանգի ընթացքում փորձում էին գրեին, այդ պատասխանները սղագրեին, ինչքանով կհասցնես, ոնց որ որակով գրես այդ այլ հարցը, հետո այդ ամեն ինչը անալիզ անել, որ դրանից ինչ որ եզրակացությունների գանք, չէ։ Այդ ահագին երկարատև process էր ու շատ հաճախ մեր ոնց որ կրթական թիմը ասում է մենք շատ արագ ուզում ենք այդ արդյունքները ստանանք, որպեսզի հաջորդ կուրսը ավելի որակով անենք, բայց այդ process-ը այնքան երկար է տևում, որ հաջորդ կուրսին հաճախ չես հասցնում ուղղակի ոնց որ հաշվի առնես այս արդյունքները։ Ու ինչ արեցինք, ոնց որ ավտոմատացման process սարքեցինք, AI agent սարքեցինք, որը ինչ է անում, որը մեր բոլոր այդ խոս զանգերը, որ լինում է, դրանք ձայնագրվում են, այդ ձայնագրված զանգերը Ucom-ի ATS-ից, ATS կոչված ծառայությունից ոնց որ վերցնում ենք, բոլոր այդ զանգերը վերցնում ենք, AI-ը վերցնում է իրականում, սղագրում է, այսինքն այդ ամբողջ խոսակցությունը, որ եղել է հայերենով, խառակավ, անգլերեն տերմիններ, ռուսերեն տերմիններ, բառեր։ Որ հայերենով խոսում են, սովորաբար համել այդ անգլերեն տերմինները ու ռուսերեն բառերը մեջն են։ Հա, մեջն են, ասենք, տենց խառը խոսում են, այդ խոսացածը տեքստի է վերածում, դուրն շատ որակով կարողանում է վերածի տեքստի, հետո այդ տեքստերից մեր տված հարցերը, մեզ հետաքրքրած հարցերի պատասխանները կարողանում է հանի ու հետո այդ ամեն ինչի վերաբերյալ մի հատ շատ մանրամասն ու որակով զեկույց է մեզ տալիս։
ինչ պատասխաններ են հնչել, ինչ տոկոսով, ինչ մարդիկ կանց այսքան տոկոսը sense բան է ասել, այսքան տոկոսը էս է ասել, sense իդեաներ են հնչել, sense դժգոհություններ կամ առաջարկություններ են եղել, այս խնդիրները որ եղել են, նորմ դրա վերաբերյալ նաև առաջարկներ անում է, թե ոնց կարանք այդ խնդիրները օրինակ լուծենք եւ այլն։ Շատ մանրամասն բան է տալիս ու այդ ամբողջ process-ը րոպեներ է տևում։ Եթե մինչև այդ շաբաթներ էր տևում, մինչև այդ ամեն ինչը մշակում ենք, հիմա ընդհանրապես րոպեներ է տևում։ Այսինքն անգամներով, բազմաթիվ անգամներով ավելի արդյունավետ դառավ մեր գործը, ժամանակային առումով, ծախսի առումով եւ նաեւ որակի առումով։ Հետաքրքիր է։ Այդ մի օրինակ։ Իսկ ձեր հաճախորդներից օրինակ ինչ օրինակ կարանք բերենք, ում հետ եք համագործակցում, ինչ խնդիրներ եք իրանց համար լուծում բիզնեսի հետ կապված նկատի ունեմ։ Հա, բիզնեսները շատ տարբեր են, օրինակ սկսած թեկուզ real estate-ի բիզնեսից, որը որ ուզում է օրինակ իրանք սոցիալ մեդիայում տարբեր հայտարարություններ են դնում, տների մասին տվյալներ են դնում, մարդիկ սկսում են հետաքրքրվել, հարցնում են ինչքան է վարձը եւ այլն հազար մի հարցեր են չէ տալիս այդ ամեն ինչին պետք է կարողանաս պատասխանես ասես պատասխանես օրինակ հենց կարա AI agent-ը մտնի այդ բոլոր հարցերին սոցիալական ցանցերում պատասխանի սկսի ոնց որ արդեն խոսակցություն հետաքրքրված մարդկանց հետ ու իրանց արդեն բերի իրանց այդ հաճախորդներին բերի իրանց համակարգ նույնիսկ զանգերի պատասխանի զանգերի կամ հենց գործակալի երբ որ զանգեր անում դրանց արդյունքները անալիզ անի հայտնաբերի օրինակ ես ինչ հաճախորդը գտել էր sense բանով էր հետաքրքրված sense տնով էր հետաքրքրված իսկ հիմի բայց չկար այդ տունը մեկ է նոր տուն հայտնվեց օքեյ ես կարելի է այս մարդուն առաջարկել եւ այլն հազար մի ձևի գործեր կան իսկ այդ real estate օրինակ որտեղ որ դա կիրառել եք ինքը ինչ որ շոշափելի էական տարբերություն զգացել է իր մաշկի վրա այսինքն իր մոտ SKPI-ները sense էր հիմա sense-ը թե այդ մետրիկաները դեռևս այդ մետրիկաներին կոնկրետ այս օրինակում հələ պետք է բան անել էլի ոնց որ հասնել իրականում այս մեր ուղղությունը շատ նոր է հա իրականում ինչ եղավ տեսեք ոնց որ մենք սկզբից ասում ենք չէ մենք մենակ կրթություն ենք տալիս ոնց որ մեր միսիան կրթությունն է մարդկանց ավելի հզորացնել կրթությամբ բայց հետո հասկացանք որ շատ դեպքերում կազմակերպությունները ուզում են իրական շատ դեպքերում հենց իրանք այդ մասն էին հարցնում մեզ իսկ կարողք մեզ օգնենք մեր process-ները ավտոմատացնենք մենք սկզբից համատացում ենք որ չէ մեր ոնց որ հա այդտեղ շահագին ոնց որ ֆինանսապես ձեռնտու է այդ ամեն ինչը բայց ոնց որ մտածում ենք մեր պրոֆիլով չի, բայց հետո հասկացանք, որ իրականում եթե մենք ուզում ենք ոնց որ empower անենք, հզորացնենք մարդկանց, հենց նաև այդ սովորացնելուց հետո այդ պրակտիկ կիրառելը պետք է կոպիտ ասած սովորացնենք շատ դեպքերում։ Հա, ձեռներից բռնած ոնց որ տանենք այդ ճանապարհով։ Շատ դեպքերում մարդիկ սովորում են, բայց հետո չեն կիրառում։ Հա, շատ դեպքերում այդ խնդիրը կա ու հենց իրական սովորացնելու այդ ոնց որ վերջի փուլը կիրառելն է, ուտեղ հասկացանք, որ դա էլ է իրականում կրթության մաս կազմում ու արդեն ձևավորեցինք մեր այդ թիմը, որը որ արդեն հենց գնում է ուսումնասիրում է իրանց խնդիրները, բացահայտում է ինչ կարիքներ կան, ինչ process-ներ կան, որ իրանք անում են, շատ դեպքերում իրանք կարող չիմանան էլ, որ այս process-ը հնարավոր է AI-ով արդեն ավտոմատացնել։ Իրանց թվում է թե շատ ինչ որ սպეციფიկ խնդիր է, շատ բարդ խնդիր է, որը AI-ը չի կարողանա անի կամ նույնիսկ չեն նկատում, որ այդ իրանց մոտ կրկնվող խնդիր է, կրկնվող process է, էլի, այսինքն մենք գնում ենք, մենք արդեն աշկները սովորա, ոնց որ բացահայտում ենք, որ այսպես process կա, հեսա կարակ ավտոմատացրեք, սա կարակ ավտոմատացնենք, ու արդեն ոնց որ ցուցակ ենք ազում, ոնց որ դասակարգում ենք խնդիրները, նաև հենց դասակարգում ենք ըստ իրանց մատչելիությամբ ոնց որ ինչքան արագ կարելի է դա ավտոմատացնել ու ինչքան մեծ ազդեցություն կարող ունենա Դե բոլորն էլ փողն են, չէ՞, հաշվում առաջի հա, վերջը բիզնեսը հետաքրքրված է իր ֆինանսական արդյունավետությամբ Իսկ ցանկացած կազմակերպություն կարա դիմի ու ինչ ստանա, այսպես ասած, այդ կրթությունը ու աջակցությունը, թե ոնց է process։ Օրինակ հիմա որ մենք մեր լսարանին ասենք դիմեք այքես բանին, Rearmenia Academy-ին, այդ ձեր բիզնեսների մասին եմ ասում, որ իրականացնեք փոփոխությունը։
capacity-ն, հա, այսինքն այդ քանակը կկարողանանք ապահովենք, թե մենք արդեն պետք է ընտրենք, որ բիզնեսները դիմեցին, այդ բիզնեսների մեջ արդեն ընտրենք ում կարանք օգնենք։ Հա, իրականում ոնց որ դիմումները շատ են, մենք հա, այսինքն մեր դեպքում ոնց որ մեր թիմի ռեսուրսների ոնց որ պակասի խնդիր կա ու հենց դրա համար նաև շատ արագ ընդլայնվում ենք ու արդեն հա դիմում են մեզ հասկանում ենք ինչքանով էս պահին ոնց որ իրանք նաև իրանց հասունությունից է կախված թե ինչքանով են իրանք գիտակցում դրա կարիքը ինչքանով են պատրաստ արագ առաջ շարժվել ու արդեն ընտրում ենք, քննարկում ենք իրար հետ, ոնց որ նաև հասկանում ենք իրանք ավելի շատ այդ կրթական մասով են հետաքրքրված, թե հենց AI տրանսֆորմացիայի, այսինքն այդ կոնսուլտացիոն ծառայությունները, որ գնանք իրանց բացահայտենք ու արդեն օգնենք իրանց իրականացնել։ Ես մի հատ առաջարկ ունեմ, հենց այս վիդեոյի տակ մի հատ ֆորմա է լինելու, որտեղ որ ցանկացած կազմակերպություն, ով որ ունի գիտակցություն, որ այդ փոփոխությունը իրան պետք է, կարող է լրացնել այդ ֆորման եւ ինչ որ կազմակերպություններ կստանան առաջի հերթին անվճար կոնսուլտացիա, որ հասկանան ինչ process-ներ իրենց մոտ կա ու ինչ process-ներ կարան ավտոմատիզացվեն ու դրանից հետո էլ արդեն որոշում կարան կայացնեն, իրանք ուզում են դա կիրառեն իրենց մոտ, թե չեն ուզում կիրառեն։ Ոնց է վերաբերվում այդ առաջարկին։ Շատ լավ։ Հա, իրականում ոնց որ մեր գործը շատ ավելի կհեշտանա այդ առումով ու նաև կազմակերպությունները հնարավորություն կունենան։ Ես կարծում եմ, որ պետք է լինեն կազմակերպություններ, որ արդեն հասկանում են, որ այդ տրանսֆորմացիան պետք է որ իրականանա իրենց կազմակերպության մեջ, հենց որ ամեն դեպքում ֆորման կթողենք, կտեսնենք ինչքան գիտակից մարդ մեզ նայում է այսօրվա դրությամբ։ Լավ առաջարկ է։ Հա։ Ուզում եմ մի քիչ էլ զրուցենք նրա մասին, թե ընդհանրապես ապագան, հա, vision-ը, որտեղ ոնց է փոխվում այս աշխարհը Շատ մարդիկ խոսում են նրա մասին, որ օրինակ հիմա այդ ավտոմատիզացնենք, մարդիկ կմնան առանց գործ, էդի խնդիրեն, էդի որպես խնդիր են ներկայացնում, չնայած շատ մարդիկ այսօրվա դրությամբ զբաղվում են այն գործով, որն այնց չի, որ այդքան շատ սիրում են ու պարչիխի պետք է այդ գործից ոնց որ հրաժարվելը խնդիր լինի, կարող է խնդիրը նրանում է, որ ինքը այլ ձևով ինչ որ գումար պետք է ստանա կամ ինչ որ ձև պետք է բարիքները աշխարհից ստանա, հենց օրինակ տաքսիստ չաշխատելով օրինակ, հա, կամ ինչ որ ուրիշ բան անելով դրա տեղը, ոնց ես դու տեսնում, աշխարհը ոնց է փոխվում ընդհանրապես։ Հա։ Այդ շատ լավ հարց է, իրականում այդ մտահոգությունը եւ ամենամեծ մտահոգություններից մեկն է AI-ի հետ կապված, որ մարդիկ վախենում են, որ առանց գործ կմնան, որ իրանց AI-ը փոխարինի։ Իրականում AI-ը մարդկանց չի փոխարինում իմ կարծիքով։ AI-ը աշխատանքի process-ներ է, որ վերցնում է, ասենք մարդը փոխարին ուրիշ AI-ն անում օրինակի համար, բայց մարդը տեղ մնում է ու մարդը ուրիշ բաներ կարող անի։ Ու իրականում երբ որ նայում ենք պատմության ընթացքում նախկինում տենց տեխնոլոգիական փոփոխությունները, որ եղել են, ինչա կատարվել, ելի շատ հաճախ այդ մտահոգությունը եղել է, օրինակ հենց գրքերի տպագրությունը, չէ, գրքերի ստեղծումը։ Մինչև հրատարակչության տեխնոլոգիայի հայտնագործելու կյանք մտնելը մարդիկ ինչ էին անում, ինչ որ գրողը գիրքը գրում էր, տենց ձեռով ինչ որ գրում էր մագաղատների վրա եւ այլն, չէ, հետո սենց բան էին անում։ Հա, մատենադարանում լիքը տենց գիրք կա։ Հա, ու նետ տպողները բան էին, չէ, ոնց էին կոչվում, իրենք գրիչներ էին կարծեմ հենց կոչվում, որով ես մենակ ռուսերեն գիտեմ այդ մասնագիտության անունը գրիչ էր կարծեմ, եթե ճիշտ եմ հիշում։ Իրանք հենց այս, ասենք, այս գիրքը ստեղծողի գիրքը վերցնում էին, կոպի էին անում, պատճենում էին, այսինքն նստում էին, արտագրում էին նույն բանը։ Copy paste-ներ են վարդվում։ Copy paste-ներ, հա։ Իսկ կոնկրետ նույն բանը մի հատ էլ սարքում էին։ Այդ ահա որ դանդաղ process էր, ել չասած որ սխալներ կարաս անես այդ գրելուց եւ այլն էլ։ Հետո դա միլիոնից մեկը կարար աներ ու ինքը շատ թանկ էր։ Շատ թանկ էր, շատ թանկ էր, շատ դանդաղ էր ու հազվագյուտ գրքեր էին գրվում ու հազվագյուտ գրքեր էին, որ պատճենվում էին քիչ քանակով, ասենք, մի քանի օրինակով։ Ինչ եղավ, հրատարակությունը հայտնվեց, չէ, հրատապագրությունները, ցյան տեխնոլոգիան հայտնվեց ու ոչ թե այդ գրիչների ոնց որ անգործ մնացին գրիչները իրանց ոնց որ իրանք փոխարինվեցին ու նույն բանը սկսեցին անել, այլ ահա ոնց որ բազմակի անգամ
բազմակին որն է, չգիտեմ ինչ ասեմ, միլիոնավոր գրքեր սկսեցին տպվել, չէ, այսինքն եւ գրքերը հեղինակների համար ավելի հասանելի դառավ գիրք տպելը եւ այդ տպվածի քանակը ահռելի շատացավ, մարդկանց շատ ավելի հասանելի դառավ գիրք կարդալը։ Ու դա մի հատ եկա ինդուստրիա ձևավորվեց, մի հատ եկա ուղղություն ձևավորվեց, որտեղ հազարավոր մարդիկ, եթե ոչ միլիոնավոր մարդիկ են աշխատում, այսինքն աշխատատեղերը ընդհակառակը շատացան։ Հիմա այդ նույն ձևով ցանկացած տեխնոլոգիա, երբ որ գալիս է ինչ-որ արդյունավետությունը մեծացնում, մարդիկ ոչ թե սկսում են նույն բանը անել ուղղակի ավելի քիչ մարդկանցով, այլ նպատակներն են մեծանում։ Լրիվ ուրիշ բան են սկսում անել, շատ ավելի ամբիցիաները մեծանում են, շատ ավելի մեծ երազանքներ են մարդիկ իրանց առաջ դնում, մեծ խնդիրներ են ավելի լուծում։ Ու այդ ձևով, եթե ասենք ինչ-որ մի թիմ կարար 10 հոգով այս գործը աներ, չէ՞, իրանք երբ որ AI-ով սկսեն, ասենք, այդ գործը շատ ավելի արդյունավետ անել, ոչ թե 9-ին ճամփելու են ու մի հոգի այդ գործը անի, այլ իրանք այդ 10 հոգով շատ ավելի մեծ գործեր են անելու եւ քանակի առումով եւ որակի ու ոնց որ լրիվ նոր շուկաներ կան։ Եթե իհարկե այն 10 հոգին կամ 9 հոգին սովորեն ոնց AI-ով կարողանան գործ անեն։ Սովորեն նրանք դուրս են։ Հա, այդ ամենակարևոր բանն է, ուղղակի մարդը պետք է ադապտացվի սովորի վերցնի այն գիտելիքները, որ հիմա արդեն շուկայում պետք են, բայց շուկան չի կրճատվում կամ նույնը չի մնում։ Նոր հնարավորությունները շուկան մեծանում է, մարդու պահանջներն էլ են իրականում շատ մեծանում։ Օրինակ, տեսեք, ասենք նույն համակարգիչները, չէ, այն ժամանակ շատ ավելի թույլ են, քանի գնում հզորանում են, բայց նաև ծրագրերն են, քանի գնում ավելի հզոր ռեսուրսներ պահանջող, շատ ավելի զարգացած ծրագրեր են լինում, ու իրանք էլի այդ նույն ռեսուրսը ավելի մեծ ու ավելի մեծ ռեսուրսներ են պահանջում, մարդու կանց ախորժակն է, թե ինչ ծրագրեր ինքը պետք է օգտագործի իր կյանքում շատանում է։ Լրիվ նույն բանն է իրականում, մարդիկ շատ ավելի շատ բան են կարողանալու անել, շատ ավելի կյանքը լավանալու է, արագանալու են պրոցեսները, ավելի ասենք, չգիտեմ, բժշկությունը զարգանալու է, ավելի մարդիկ ավելի առողջ են դառնալու, որտեղ շատ ավելի հասանելի է դառնալու ու տենց մնացած բոլոր ոլորտներում։ Կարող է, չգիտեմ, եթե մենք հիմի մի երկրից մյուս երկրի խոսալու մասին ենք մտածում, վաղը կարող է խոսենք մի մոլորակից մյուս մոլորակ գնալու մասին։ Եթե այն ժամանակ այդ հրթիռ թռցնելը սարսափելի ռեսուրսատար բաներ ու տենց երկրները պետքա տասնյակ տարիներով դրա վրա աշխատեին, որ կարողանային մի հատ հրթիռ թռցնեն, հիմա ասենք համարյա ամեն օր հրթիռ է թռնում, որտեղ տեխնոլոգիան թույլ է տալիս ու տենց զարգանում։ Իսկ վաղը կարող է համարյա ամեն մարդ կարողանա թռնի հրթիռով։ Հա, վստահ եմ, որ ինչ-որ պահի դրան ենք հասնելու, էլի, ու արդեն, հա, օրինակ նախկինում մարդիկ գյուղից գյուղ էին գնում, հիմա մենք մտածում ենք երկրից երկրի գնալու մասին, այսինքն մտածում ենք, որ նա շատ ակտիվ անում ենք այդ ամեն ինչը։ Հիմա մարդիկան մտածում են մոլորակից մոլորակ գնալու մասին արդեն։ Իսկ արդեն հա, հիմա օրինակ մեծահարուստները գրանցվում են, ոնց որ իրանց տեղերն են դառնում, որ կարողանան, ասենք, թռնեն առաջի ձևի չեն հավատում երկիր մոլորակին։ Բայց քանի գնա էժանանալու է, արդեն շատ-շատերն են կարողանալու այդ ամեն ինչը անել, էլի, այսինքն իրականում աշխատատեղերը ինչ որ մասնագիտությունները, այսինքն այն ինչ որ նեղ գործեր անում, ինչ որ մեկը ու է դրանով յոլա գնում, այդ մասնագիտությունները այո կվերանան, լիքը մասնագիտություններ կվերանան, բայց աշխատանքը չի վերանալու, այսինքն մենք ավելի ու ավելի շատ տարբեր գաղափարներ ենք ունենալու, որ ուզենալու ենք իրականացնենք ու դա իրականացնելու համար մարդիկ են մեզ պետք, որ իրար հետ իրականացնենք։ Այդ շատ հետաքրքիր միտք է, որ հենց պետք է հասկանալ, որ իրականում մարդը ամեն դեպքում գտնելու է ինքը ինչով զբաղվի, ինքը միշտ ուզենալու է ստեղծի ինչ-որ մի բան, որ ավելի լավ ապրի, ավելի հետաքրքիր ապրի եւ այլն, ու գործողությունը ինքը միշտ էլ կգտնի ինչ անի։ Շատ մարդիկ մտածում են, բա ինչ պետք է մարդ անի, եթե առանց գործ մնա։ Իմ կարծիքով մեծ մասը այդ մարդկանց ուղղակի ասենց ոնց որ ինչ-որ միշտ գործի, ինչ-որ մի գործի մեջ են եղել, ու իրանք շատ վախենում են այդ գործը կորցնեն, իսկ այն մարդիկ որոնք որ տարբեր գործեր են արել ու անդադ ոլորտները փոխել են, նայել են, տեսել են, մասնագիտություններ են թեկուզ փոխել, մի քիչ ավելի հեշտ են նայում այդ ամեն ինչը, որովհետև ասում են միշտ կա խնդիր, որ պետքա լուծել։ Շատ ավելի լավ է ունենալ շատ ավելի մեծ ռեսուրս այդ խնդիրը լուծելու, քան ավելի քիչ ռեսուրս, որ մենք հիմա ունենք։ Այսինքն առանց AI մենք ունենք շատ ավելի քիչ ռեսուրս ցանկացած խնդիր լուծելու։ Իհարկե տրանսֆորմացիան էլի ոնց որ մեր պատմությունը ցույց է տալի, որ իր մեջ վտանգներ է ներառում, հա, այսինքն հա մեկ-մեկ ցավոտ ալնում այդ փոփոխությունները։ Հասարակության այդտենց էական փոփոխություն բնականաբար ռիսկային է ու կարող ցավոտ լինի, դրա համար ցանկալի է, որ աշխարհի մեծերը մտածեն մի քիչ դրա մասին, էլի ոնց որ մի քիչ հեռու թեմա է, էլի մեզանից։ Մենք ստեղ Հայաստանում
իրականում պետք է մտածենք ոնց մենք կարողանանք ավելի գրագետ լինենք հենց այս նորաստեղծ ոլորտում, որ մենք էլ մրցունակ լինենք, մենք կարողանանք դա մեր երկրին ծառայեցնենք։ Դա երևի վերջի հարցը կլինի այսօրվա մեր խոսակցության, ինչ կետի վրա է Հայաստանը, ոնց ես դու տեսնում պոտենցիալը, մենք մեզ հիմա շատ է խոսակցություն, որ Հայաստանում է զարգանում է, տարբեր ինչ-որ բաներ են, պրոյեկտներ են տեղի ունենում, մենք մեզ գերագնահատում ենք, թերագնահատում ենք, որտեղ ենք մենք գտնվում քո կարծիքով։ Հա, այդ հարցն իրական տենց շատ միանշանակ պատասխանել երևի թե դժվար է, ակնհայտորեն օրինակ, չգիտեմ, Ամերիկան շատ ավելի հստակ է գիտակցում, որ աշխարհը փոխվում է, նախ տեխնոլոգիապես իրանց մոտ են այդ տեխնոլոգիաները ստեղծում, ոչ միայն իրանց մոտ, բայց շատ ավելի շատ ամենաշատը իրանց մոտ են ստեղծվում, նաև այդ գիտակցությունն է շատ հստակ, որ այս շատ հզոր գործիք է։ Հետո քննարկումների քանակը, ինչքան իրանք պատկաստներ օրինակ ունեն AI-ի տրանսֆորմացիայի մասին, ու ինչքան մենք ունենք։ Հա, իմիջիալս այս վերջերս խոսում ենք հենց բանի TCF-ի համահիմնադիր Նարեկի հետ, ինքն էր ասում, որ գնացել էր Սան Ֆրանցիսկո, ունդ է ասում է ցանկացած խոսակցության AI-ի մասին էր, որում նույնիսկ ոչ թե ուղղակի AI, այլ եթե AI ագենտների մասին չես խոսում, արդեն իրանց հետաքրքիր չես, հա, ուշացել ես, ու ասում է, երբ որ եկա Հայաստան, տեսա ինչ-որ sense քնած վիճակ է, ու հենց այդտեղից սկսեց իրանց կազմակերպության տրանսֆորմացիան, սկսեց արդեն շատ ոնց որ այդ զգացողությունը, որ արագ աշխարհը փոխվում է, մի բան պետք է անել, սկսեց կա իրանց կազմակերպության AI տրանսֆորմացիան։ Հա, Ամերիկան միանշանակ շատ առաջ է այս առումով, տեխնոլոգիական առումով, բայց նաև այն ամենը ինչ որ իրանց մոտ ստեղծվում է, շատ արագ Հայաստանը հասնում։ Օրինակ, եթե համակարգիչների մասին ասենք, այդ ֆիզիկական համակարգիչները մինչև հասնում են Հայաստան, նաև իրանց գնի եւ այլնի առումով, եկա ոնց որ տարիներով հետ էինք, շատ ավելի դժվար էր։ AI-ի հարցում մենք կարանք շատ արագ բանենք, ինչ որ ման այնտեղ թողարկվեց, մենք արդեն ստեղ կարանք օգտագործենք։ Ճիշտ է, այնտեղ որոշ ոնց որ օրինակ ինչ-որ էքսպերիմենտալ տարբերակները իրանց ներքին ցանցով կարող է փորձարկեն եւ այլն, բայց այդտեղ պետք է մեր հայերին ունենանք, որ մեզ այդից ուղարկեն սեմպլը։ Հա, այդ փորձերը անում ենք, հենց ոնց որ այնտեղ եղած հայերի միջոցով ավելի շուտ ստանանք այդ ամեն ինչը, օրինակ, չգիտեմ, Google-ի այդ VO վիդեո գեներացիայի մոդելը այնտեղ թողարկվել էր մենակ Ամերիկայի մեջ հասանելի, Ամերիկայի ոնց որ գրանցում պիտի ունենաս որ ստանաս, ընդ որում այնտեղ Google-ը նաև իրանց տենց տարբեր գործիքների էքսպերիմենտալ լաբ կա, որը մենակ հրավերներով է կարողանում այնտեղ մտնես, այսինքն մինչև փորձարկումների փուլում է, հետո գալիս է մենք Google-ում աշխատող մեր ազգակիցների միջոցով կարանք օրինակ նմանատիպ հնարավորություններ ստանանք, բայց ընդհանրապես ասած այս AI-ի հարցում շատ ավելի հեշտ է գործը, այն առումով, որ հա գործիքը թողարկվում է, բոլորն է կարան օգտագործեն, այստեղ ավելի շատ կարևոր է, թե ով առաջինը, ով ավելի շուտ կգիտակցի ու կսկսի օգտագործել։ Այսինքն լուրջ վերաբերվելու հարցն է։ Լուրջ վերաբերվելու հարցն է լրիվ, հա։ Այդ առումով դժվար է համեմատել մյուս երկրների հետ, բայց ռեալ ակնհայտ տեսնում ենք երկրներ կան, որ շատ ավելի առաջ են, օրինակ Չինաստանը որոշել է օրինակ Պեկինի բոլոր դպրոցներում 2025 թվականի սեպտեմբերից արդեն մտել է AI կրթություն, ընդ որում բոլոր դասարաններում, ամենացածրից տարական դասարաններից սկսած մինչև ամենաբարձր բոլորը AI-ն սովորում, AI-ն սովորում եւ AI օգտագործում եւ AI-ով կրթությունը ընդհանրապես լավացնել։ Այդ ուղղությամբ տարբեր ասենք Էստոնիան է շատ հենց կրթության մեջ AI օգտագործման առաջ ընկած եւ այլն, բայց Հայաստանում կա Generation AI կրթական նախագիծը Fast Foundation-ի կողմից։ Իհարկե հիմա կիրառվում է, հիմա 8 դպրոցում է, մյուս տարվանից 40 դպրոցում պետք է լինի ու նպատակը որ բոլոր դպրոցներում լինի։ Այդ ոնց որ այդ արագությունը չի երիքում, էլի ոնց որ ինքը ավելի շատ մասնավոր կամ հասարակական կազմակերպությունների կողմից ինիցիատիվա լինի, ու ես որ հենց որ պետական համակարգը հասկանա, որ այս տրանսֆորմացիան անխուսափելի է ու մեծ հնարավորություն է հենց պետության համար տալիս, հնարավոր է որ այդտեղ ավելի մեծ արդյունք ստանանք։ Իրականում կա այդ գիտակցումը ինձ թվում է կառավարության մեջ առնվազն կրթության ուղղությամբ մենք արդեն աշխատում ենք
նախարարության հետ քննարկումներ են ակտիվ գնում, թե ոնց պիտի դպրոց մտնի կրթությունը ինչ ֆորմատներով, ինչ ուղղություններով։ Իրականում այդտեղ էսեն թեման է, որ նախքին ոնց որ նախքին փորձ որ միշտ ասում ենք, այ տեսնենք մյուս զարգացած երկրների ինչ են արել, սուղությամբ որ հետո մենք ոնց որ փորձենք ադապտացնենք մեր մոտ, շատ օրենքներ ու ոնց որ պրակտիկաներ տենց է արվում, էսեն դեպքն է, որ այնքան արագ է զարգանում, որ մենք չենք կարող սպասենք, տեսնենք իրանց մոտ ինչ արդյունքներ եղավ, ոնց որ էսեն դեպքն է, որ պիտի հեծանիվ հնարենք։ Մենք պետք է այդ էքսպերիմենտի մեջ մասնակցենք ու կարողանանք այնքան գիտակից լինենք, որ այդ էքսպերիմենտում հաղթենք։ Հա, մենք այդ նախաձեռնողականությունը պետքա ցուցաբերենք, ոնց որ չսպասենք էլի, որ ուրիշները ինչ կանեն, հետո մենք անենք, այլ հենց մենք այդ համարձակությունը ունենանք քայլեր անելու ու հա բնականաբար պետքա խելոք այդ քայլերը անել, որ կարողանանք մյուսներից առաջ ընկնենք։ Ես քեզ նայելով հավատում եմ, որ մենք արդեն պատրաստ ենք դրան ու մեր մոտ այդ փոփոխությունները կիրականանան։ Շատ շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար եւ հաջողություն։ Քեզ էլ եմ շնորհակալ հրավերի համար։